փորձել ենք Արգենտինային դարձնել չեմպիոն։ Մեր խաղում մենք անցածին հաղթել ենք Նիդերլանդային, Անգլիային, հիմա պետք է խաղանք Թուրքիայի թեմ, իսկ Ուրուգվային ու Ֆրանսիանը պետք է խաղան իրար թեմ, տեսնենք կդառնանք մենք չեմպիոն։ Մինչ անցնենք մեր խաղին, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին, խոսքը բացողնենք հետագա ավելի լավ վիդեոները։ Նաև շնորհակալություն ձեզ, որ ինձ օգնում եք լայքերով, բաժանորդագրությամբ, այդպես ակտիվ եղեք, որ կարողանամ ավելի շատ վիդեոներ նկարել։ Չեմ խոստանում, որ շաբաթական կլինի 2 վիդեո, կարող է շաբաթական 2 վիդեո լինի կամ 1։ Անցած վիդեոյի վրա կամերան շատ խավար է երևում, չգիտեմ ինչի է դրանք, իրականում շատ լավ է։ Հույս ունեմ այս վիդեոյում ավելի լավ կլինի որակը եւ այստեղ ուդար ենք անում եւ խաղում են Թուրքիայի կարելի է ասել տարբեր։ Այստեղ Ռոմերոն առաջ է գնում եւ ուժեղ հարվածով չախանալու կարողանում է գրավել, չի կարողանում գրավել դարձել։ Այստեղ վերցնում ենք Մակալիստեր Դեպաուլ, անցնում ենք Ֆերնանդեսին պաս ենք տալիս, անցնում ենք Սալվեցի եւ ուժեղ հարված է։ Վիդեոյի որակի համար խնդրում եմ ներեկին, ձեզ չէի ուզում որ տենց լինի, հուսում եմ որ այս վիդեոյում տենց չի լինի։ Նաև դուք կարող եք կոմենտներում գրել դուք որ հավաքականին եք իրականում բալետանի, ինձ թվում է նորից դուրս են գալու Ֆրանսիա, Արգենտինա, ինձ այդպես է թվում, միշտ է Պորտուգալիան էլ է ուժեղ, բայց խաղում է ոչ ոքի, այդտեղ Թուրքիան փորձում է առաջանցնել և կարողանում ենք խլել Ուտամենդի, պաս ենք տալիս Ֆերնանդեսին, Ֆերնանդեսը պաս է տալիս Ալվարեզին, այդտեղ խլում է Յուլդիզը մեր ձեռքից, եթե անունները սխալ եմ ասում, խնդրում եմ ինձ ներեք, դուք կարող եք գրել ձեր բալետանում, տնեք բալետանում և կարող եք նաև գրել կոմենտներում, թե մյուս վիդեոյում որ հավաքականի խաղանք, եթե դուք ակտիվ լինեք լայքերով բաժանորդագրությամբ, ես ավելի շուտ կարողանամ PC մոբայլում կարողանամ շատ վիդեոներ անել, թե Պաուլ հարվածը անում և ափսոս չի լինում և այստեղ Ալվարեզը կարողանում է գոլ անել, Յասքանդ Ալվարեզ, հուսանք որ առաջի խաղակեսի վերջի րոպեին կարողացավ գոլ խփել, դուք գրեք կոմենտում ոչինչ կուզեք ես խաղամ, PC մոբայլում ևս կարող ձեր կոմենտը կտեսնեմ, բայց անպայման պետք է լայքերն և բաժանորդագրությունը շատ լինի, որ ակտիվ լինեք, դե որ կարողանամ հանել։ Ալվարեզը նորից փորձում է գնալ և ափսոս չի լինում։ Ես շաբաթ օրվա վիդեոն որ գցել էի, պետք է գցեի կիրակի, բայց կիրակի որտեղ էի գնալու, չկարողացա գցել, առավոտ պետք է շուտ դուրս գայի, դրա համար գցել եմ շաբաթ, բայց հիմնականում վիդեոները դուրս են գալիս չորեքշաբթի և շաբաթ, եթե շատ ակտիվություն տեսնեմ, ինձ թվում է 2 օր կարողանամ շաբաթական վիդեո նկարել, ճիշտ է դուք անցած վիդեոյից շատ ակտիվ եք եղել, բայց Ֆերնանդեսը կարողանալով ես էլ կարողանամ էլի ինչ-որ վիդեո նկարել շաբաթական մի վիդեո, հիմնականում վիդեոն դուրս է գալիս շաբաթ չորեքշաբթի օրը կներեք և շաբաթ, այդտեղ Դեպաուլին եմ պաս տալիս և Դեպաուլը չի կարողանում գնալ առաջ, 2-0 հաշիվ նորից Ֆերնանդեսը կարողացավ գոլ խփել, խոսում էի դրա համար շահշաց անկյունային Թուրքիայի կողմից, Ալմադայի մի քիչ
հետ ենք բերում դեպ շատ վաճ հարված էր, Տագլաֆիկոն առաջ է գնում, տեսնենք կարողանա Տագլաֆիկոն որ անել։ Ալմադային ուզում ենք փոխել, այստեղ Տագլաֆիկոն անցնում է եւ այստեղ կարողանում է փոխել Յասքան Տագլաֆիկը։ Փոխություն անենք, Մարտինեզին կարողանա Ալմադայի կողմը։ Հիշեցնեմ, որ մենք եթե խաղում ենք այս կարիերան, ուսումնարով մեզ անելու եմ երկու վիդեո, ամեն վիդեոյում երկու խաղ, այդպես ասեմ ավելի, երկու վիդեո ճիշտ է տենց է ստացվում, բայց ամեն վիդեոյում երկու խաղ, Ինձ թվում է մենք դուրս ենք գալու 2022 թվականի նման Արգենտինա, Ֆրանսիա, 3-0 հաշիվ Թուրքիային կարողանում ենք հաղթել, Թուրքիան շատ լավ խաղաց մնացած թիմերի հետ, բայց Արգենտինայի դեմ կարողացավ շատ վատ խաղալ եւ հաղթել։ Թուրքիան 1-0 հաշիվ էր կարողացել անցած խաղում անցած վիդեոյում կարողացավ 1-0 հաշիվ գալի էր, իսկ թվում է ես դուրս եմ գալու Արգենտինա Պորտուգալը, բայց այդպես է։ Տեսնենք ում դեմ ենք դուրս գալիս։ Եվ 2-0 Ուրուգվայը հաղթել է, մենք դուրս ենք գալու Ուրուգվայի դեմ։ Տեսնենք Արգենտինան կարողանա դառնալ չեմպիոն։ Եվ պատկերացրեք, որ Ֆրանսիան կարողանա հաղթել Ուրուգվայի։ Հաղթեն եղավ է։ Տեսնենք Ուրուգվային կարողանան հաղթել։ Խաղի ձայնի համար կներեք ֆիլմը միջացնել։ Դրա համար Ուրուգվայինը այդտեղ պաս տալիս Ֆերնանդեզին Մոլինային ասում Մեսին աչքի չի ընկնում, անցած խաղին կարողացավ հետ-տրիկ անել, եթե չեմ սխալվում, մի խաղում կարողացավ հետ-տրիկ անել, իսկ մյուսում ինձ թվում է չեմ հիշում, այդ է 2 կամ էլի 1 գոլ կարողացավ անել, մի խաղում որ հաստատ հետ-տրիկ էր արել, բայց մյուս խաղում չեմ հիշում։ Ուրուգվայի փորձում է խլել եւ պասը գալիս է Մեսին, Մեսիի դերքից կարողանում են խլել, տեսնենք այստեղ կարողանա Ուրուգվայի գոլ անել, պաս է տալիս եւ Տագլաֆիկո չգիտեմ ոնց անեց, նորից այնքան չի խոսում։ Տագլաֆիկո դու տենց կանես, եւ այստեղ Մարտինեզը հիասքանչ սեյվ է անում։ Չգիտեմ վիդեոն որակը ոնց է, ոչ Մարտինեզի շատ լավն էր, Մեսի մենակ դուրս է գալիս։ Այստեղ պաս չեմ տա, ուզում եմ Մեսիը գոլ անել, գոլ լինում Լիոնել Մեսի։ 22 րոպեին կարողանում հրավեր։ Պաս։ Ես ոնց մոռացել եմ եւ Մեսին չեմ տվել։ Կապիտան եւ հիմա ինձ թվում է Մեսին չի բարձրացնելու։ Ինձ թվում է բարձրացնելու է Մարտինեզը, բայց չեմ հիշի։ Ուրեմն թե ոչ։ Հիշեցնեմ, որ մյուս շաբաթ օրը կամ շաբաթ ես կարողանամ նորից վիդեո նկարել, բայց այսպիսի վիդեո չէ, ուրիշ ձևի ավելի հետաքրքիր պակեր ենք բացելու։ Այդտեղ Ֆերնանդեզին պաս ենք տալիս, Ալմադան եւ խաղից դուրս էր, բայց գոլ կտա, բայց խաղից դուրս էր, ափսոս։ Մակալիստեր ուժեղ հարված է։ Ինչ է Մակալիստերը։ Հիասքանչ գոլ։ Հիասքանչ։ Մակալիստեր։ Անցած խաղում էլ կարողացավ նորից գրավել դարպասը, այսօր խաղում ավելի շքեղ գոլ։ Այս գոլի համար պետք է իջնեք եւ գոլ լայքի դնեք եւ բազմաթողովի կալիքին։
գտնվում է այս գոլի համար։ Չգիտեմ վիդեոյի ոնց երված, բայց իրականում խաղի մեջ այս որոշակի շատ հիասքանչ գոլ էր։ Այդպիսի հերվից իրականում էլ է բախտել եւ խաղում էլ է բախտել այդ պասնցալից առաջ եւ առաջի խաղակեսը վերջանում է 2-0 հաշվով։ Տեսնենք մյուս խաղակեսում մենք կարողանանք Արգենտինային դարձնել չեմպիոն։ Մակալիստերը հիասքանչ գոլ խփեց։ Դրա համար այստեղ Օտամենդի պաս ենք տալիս, absolut չգնաց պասը դեպի Մեսսիին, Մեսսին չկարողացան Մեսսին չգնաց գնդակը տեսնենք, այստեղ շատ հեշտ, բայց սխալ են խաղում նորից պասը շատ ուժեղ է ստացվում եւ Ուրուգվայի խաղացողներին գնդակը հասնում, Մակալիստերը փորձում է խլել Չիլինի, Մակալիստերը դու մի հատ գոլ խփեցի, այդ արդեն Հարի Քեյնს թվում է։ Դե Պաուլ կարողացավ խլել, այստեղ Մոլինա պաս են տվել, խաղից որ այո, գոլ է, բայց վիճակում։ Այստեղ փորձ են խլել, Մարտինեզը պաս է տալիս։ Մարտինեզի սեյվն էլ է շատ լավ է։ Մեսսի փորձում ենք առաջանցնել Մեսսիով, բայց չեմ ուզում տալ, որովհետև ինձ թվում է հիմա չի պասը, պասի դիրքում չի, այստեղ հիմա կարող ենք պաս տալ դե Պաուլին, դե Պաուլը պաս է տալիս Մակալիստերին եւ չի անցնում պասը դեպի Մակալիստերին։ Այստեղ Ուրուգվայի խաղացողները փորձում են գրոհ կատարել, բայց ինձ թվում է չի լինի Օտամենդին կարողացավ վերցնել Տագլաֆիկու, Վալվերդեն փոխանցեց էլի մեզ սխալ խաղաց, այստեղ փորձում ենք առաջ անցնել հաշվով, նորից այստեղ գոլ է լինում, կարողանում են Ուրուգվայի խաղացողները գոլ անել, բայց ոչինչ, մենք հաղթում ենք նրանց։ Ես ուզում եմ ևս մի գոլ անել, որ Ուրուգվայի խաղացողները 1-0 հաշվով 2-1-ով չպատվեն, 2-1-ով, այսինքն չպարտվեն էլի, ես ուզում եմ շատ պարտվեն, այստեղ փորձ եմ անցնում, Ուրուգվայի փորձում է գրոհ կատարել նորից և ոչ Մարտինեզ, այո արդեն լավ է, Օտամենդի գեղեցիկ պաս և ինձ թվում է չենք էլ հասցնի մի գոլ էլ կատարել, Ալվարեզ, բացվում է Ալվարեզը 3 րոպե ավելացած մրցավարը, պաս է տալիս Մեսսիին, Ալվարեզը, Մեսսի խլեց և 2-1 հաշվով կարողանում են հաղթել Այստեղ տեսնենք 2-1 հաշիվը, ես ուզում եմ մի հատ նայենք Մակալիստերի